Դեր Արտաշես մոտ 40 րոպե առաջ այստեղ այսպես խիստ ասված միջադեպ է տեղի ունեցել, կխնդրեմ մանրամասնել, ովքեր են եկեղեցի, ինչ էին պահանջում։ Առավոտյան ես զանգ ստացա բարերարի որդուց, ես 3 զանգել էի, չեմ պատասխանում զանգին, ուզում էի հասկանալ, դրա նախորդ օրը հայտարարություն էին գրել ոսկետակ բնակավայրի պաշտոնական էջում, Facebook-յան, ուզում էի հասկանալ իրենք տեղյակ են այս հայտարարությունից, կիսում են այդ ամեն ինչը, թե ոչ։ Առավոտյան որ զանգ եկավ, այդ նույնը կրկնեցի, տեղյակ եք թե չէ, ասեցին գանք ձեզ կհանդիպենք եկեղեցում։ Ես եկեղեցում նստած էի, հովատանը եկավ վարչական ղեկավարը Նշան Հովհաննիսյան, որը նաև Գարիկ Սարգսյանի տեղակալներից է, եւ եկեղեցու բարերարը։ Ով է կներեք։ Համլետը Գորոյան։ Այս գյուղից է։ Գյուղից են, այո։ Պնդեցին, որ եկեղեցին իրենցն է, քանի որ իրենք են կառուցել, այսինքն բարերարի սեփականությունն է։ Եվ ինքը որոշել է, որ փակի եկեղեցին։ Այնքան ժամանակ, մինչև որ ինչ-որ հարց ունեն լուծելու, եւ դրանից հետո մարդ պիտի նշանակեն այստեղ։ Իրենք նշանակեն։ Չգիտեմ ով պիտի նշանակի։ Ասում են մարդ կա պատահական։ Ես բնականաբար մերժեցի իրենց առաջարկը, իրենց հորդորը, ասեցին 1 ժամից կգանք, պիտի գանք, եկեղեցու փականները փոխենք։ Չեն պատճառաբանում, ինչու են ձեզ դեմ։ Քանի որ ես չեմ միացել այսպես կոչված շակերտավոր բարենորոգությանը, դե գիտեք այդ ամբողջ պատմությունն է կապված, ինչ որ կա դա իրականություն էր, իրենք ասում են ինձ ճնշել են, ես անցել եմ այն կողմը, ես էլ հենց նույն Նշանին Հովհաննիսյան հարցում, երբ որ մենք զրուցում էինք իրար հետ, դուք ինձ ճնշել եք, ասում եմ չէ, ասում բայց այդ ո՞նց եղավ որ դուք ինձ չեք ճնշել, մյուս կողմը ինձ ճնշել։ Սա խղճի որոշում էր։ Դեր Արտաշես տարածքը, հողը, որի վրա կառուցվում է պատկերում, ես թղթերն ունեմ հենց այն տարբերակ։ Մայրաթորն է։ Իրենք թույլտվություն են ստացել, որպեսզի այստեղ եկեղեցին կառուցեն։ Եկեղեցին կառուցել, հետո հողը նվիրաբերել են ուրիշ մարդու հողը նվիրաբերել է Մայրաթորին։ Այս դիտարկումները ցույց տվեցիք թուղթը, որ Մայրաթորն է, ես ասացի թուղթը Մայրաթորինն է, հողը Մայրաթորինն է, ներողություն, ասեց եկեղեցին թուղթ չունի, եկեղեցին իմն է։ Կառույցը, թուղթ չունի, կառույցը։ Բարերարն ասաց։ Ասում ես եմ։ Ասել են, որ գալու են ինչքան ժամանակից այստեղ։ 20 րոպեից իրանց ասել էր այստեղ։ Գալու են ինչ անեն։ Եկեղեցու դռները, զամուկները կոտրեն, փոխեն, որ վաղ իրենք պատերակ։ Նոր կողպեկ դնեն։ Հա, նոր կողպեկ, որը հարկավորական է միանշում։ Նրանք երկուսով է եկել դրա։ Չէ, հետներելի մարդիկ կային, բայց գյուղի տղաներն էին մի քանի հոգի, 3 հոգի, բայց իրենք չեն խոսել ինքնապես։ Եվ երբ որ արդեն խոսակցությունը հանգիստ բնույթից անցավ արդեն վիրավորական, տոնները բարձրացրեցին, երբեմն նաև անձնական դաշտ մտնելով, ասեցի սա պիտի տեսա ձայնագրվի։ Իրենք արդեն խոսակցեցին ու գնացին։ Կամարաներից։ Ասեցի ես ինձ հանձնված եկեղեցին, որ իմ հոգևոր խրամատը ես չեմ լքում։ Եթե անելիք ունեք, արեք, ինչ ասեմ։ Դուք եթե 20 րոպեից գան դուրս չեք գալու այստեղ։ Միանշանակ ինչ դուրս գա։ Շատ լավ։